Անդրանիկ մի քանի քաղաքական էպիզոդ կա, որը կուզենայի այսօր քննարկենք։ Նախ սկսենք Եվրանեստից։ Հայաստանում այս պահին տեղի ունենում Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի նիստը, որին չի մասնակցում Ադրբեջանը, չի մասնակցում Վրաստանը, տարբեր պատճառաբանություններով։ Վրացական կողմը ասել է, որ որոշակի փաստաթղթեր, ձևակերպումներ իրեն դուր չեն գալիս եւ եվրոպական որոշակի քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ խոսել են եւ կիրառել են այնպիսի հռետորաբանություն, որը ի վնաս Վրաստանի է։ Ադրբեջանի դեպքում կարծես թե պատճառաբանությունը էլի նույնն էր, փոխարեն այն հիմա Հայաստանում է անցկացվում։ Փաշինյանը տարածաշրջանային քաղաքականության մասին է խոսում, արդեն վերջին մի քանի 2-3 տարիներին առնվազն, բայց հիմա մենք տեսնում ենք, որ երկրում տեղի ունենում մի միջոցառում, որին մասնակիցը թիվ 1 եւ միակ մասնակիցը տարածաշրջանից Հայաստանի Հանրապետությունն է։ Սա ինչպես կմեկնաբանես։ Սա խոսում է նրա մասին, որ Հայաստանի իշխանությունները որքանով էլ փորձում են հասարակությանը կամ հանրությանը միջազգային ցույց տալ, թե իբրև թե Կովկասյան տարածաշրջանը ունի ընդհանուր պատկեր, թե ինչպես պետք է ապահովի անվտանգությունը եւ զարգացումը այս տարածաշրջանում, դա լիովին չի համապատասխանում իրականությանը։ Կովկասյան տարածաշրջանի պետությունները տարբեր քաղաքականություն են վարում եւ դրա վառ ապացույցը այն է, որ առնվազն 2 պետությունը հրաժարվում են մասնակցել գալիք այդ միջոցառմանը։ Վրացական պատճառները կարծում եմ օբյեկտիվ են, առնվազն 2024 թվականի պարլամենտական ընտրություններից հետո բավականին լարված իրավիճակ է Եվրամիության եւ Վրաստանի միջեւ, ինչը իհարկե ազդում է նաեւ տարածաշրջանի անվտանգության վրա, բայց Ադրբեջանի պարագայում ճիշտ ասած զարմանալի է նման որոշումը, որովհետեւ մենք տեսնում ենք, որ 22 թվականից հետո, երբ որ Ուկրաինայում սկսվեց պատերազմը Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ եւ մեծ մասը այսօր այդ գազի, նավթի, այլ ապրանքների անցնում է Ադրբեջանի տարածքով եւ հասնում է Եվրոպա, նաեւ Վրաստանի տարածքով եւ Թուրքիայի տարածքով, սա զարմանալի որոշում է, որովհետեւ վերջին տարիների ընթացքում հակառակ process է տեղի ունենում, եթե օրինակ Վրաստանի հարաբերությունները վար տարածել են Եվրամիության հետ, ապա Ադրբեջանի հարաբերությունները հակառակը բավականին լավացել են եւ նաեւ դրա մասին խոսում է այն, որ 2023 թվականի էթնիկ զտումների ժամանակ Արցախում Եվրամիությունը չնայած որ հանդիսանում է այն միակ կամ ամենախոշոր կառույցը, որը անդադար խոսում է ժողովրդավարության մասին, մարդու իրավունքների մասին, գրեթե ոչինչ չասեց թե էթնիկ զտումների պահով եւ ոչ մի պատժամիջոցների չենթարկեց ադրբեջանական իշխանություններին։ Ընդհակառակը այդ process-ներից հետո իրենք անդադար խոսում են այսպես կոչված խաղաղության մասին, որը ի հաշիվ Հայաստանի Հանրապետության շահերի է տեղի ունենում, որովհետև իրենք հետաքրքրված են, որ Ադրբեջանի տարածքով գազը, նավթը, այլ ապրանքները գան հասնեն Եվրամիություն։ Ստեղ բավականին այսպիսի իրավիճակ է ստեղծվել, տարօրինակ, նորից եմ կրկնում, որ Հայաստանը այսօր իրոք հանդիսանում է միակ պետությունը այս տարածաշրջանի, որը ոչ թե ժողովրդավարության բաստիոն մենք կարող ենք անվանել, ինչպես իշխանության ներկայացուցիչներից մեկն է ասել, այլ երևի Եվրամիության բաստիոնը Կովկասյան տարածաշրջանում։ Մոլդովայի նախագահի հայտարարությանը գանք, ասում է Ռուսաստանը կարող է փորձել վերահսկել Հայաստանի ներքաղաքական գործընթացները 2026 թվականի ընտրությունների նախաշեմին։ Ես ամենայն դեպս չեմ հիշում, որ Սանդուն որևէ կերպ այսպես բացահայտ աջակցություն հայտներ Հայաստանի իշխանություններին։ Ինչով է սա պայմանավորված եւ արդյոք սրանով Սանդուն ցույց չի տալիս, որ հետագայում աջակցությունը ավելի սերտ է լինելու։ Կարծում եմ Մոլդովայի նախագահի հայտարարությունները մենք պետք է դիտարկենք այն համատեքստում, որ Մոլդովան փորձում է իր հարաբերությունները հնարավորինս խորացնել Եվրամիության հետ եւ այսպիսով նմանատիպ հայտարարություններ է անում հակառուսական կարելի ասել հայտարարություններ, որպեսզի ուղղակի դուրեկան լինեն այդ հայտարարությունները Բրյուսելի եւ Վաշինգտոնի համար, նամանավանդ այս համատեքստում, երբ որ լարվածություն կա Բրյուսելի եւ Մոսկվայի միջև հարաբերություններում վերջին տարիների ընթացքում, ուղղակի այս համատեքստում առաջին հերթին մենք պետք է դիտարկենք, երկրորդը, գիտեք,
տարօրինակ հայտարարություն է, որովհետև 2018 թվականին Հայաստանում վերջերս ընտրություններ եղան, չէ՞, խոսքը գնում է այս վերջին ընթացների մասին, երբ որ Նիկոլ Փաշինյանն է իշխանությանը գտնվում, 2018-2021 թվականի ընտրություններ այդ ժամանակ ինչա չէին խոսում, որ Ռուսաստանը կարող է ներխուժել եւ փոփոխություններ իրականացնել։ Ռուսաստանը չգիտեմ։ Չեմ կարծում, որ ինչ-որ կտրուկ փոփոխություններ է տեղի ունեցել Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում, նույն կերպ ընդհակառակ process-ն է իդեպ տեղի ունեցել, եթե առևտուրը ավելի ցածր էր 2000 մինչև 22-23 թվականը, այսօր առևտուրը առևտրային շրջանառությունը Մոսկվա եւ Երևանի միջև բավականին բարձր է։ Այսինքն հարաբերությունները Ռուսաստանի եւ Հայաստանի Այո, 11-12 միլիարդ կարծեմ անցած տարի էր հասել։ Սա հակառակ process-ների մասին է խոսում, որ Հայաստան-Ռուսաստան առնվազն տնտեսական հարաբերությունները մենք տեսնում ենք, որ խորացում են այդ հարաբերությունները։ Իհարկե, դիվանագիտական եւ քաղաքական մակարդակում կարող են որոշ տարաձայնություններ լինել, բայց այնպիսի տարաձայնություններ չեն, որ կարող են խանգարել միմյանց միջև խորացնել տնտեսական կապերը։ Եվ դրա համար սանդուին հայտարարությունը լինի, հետագայում կարող է այլ հայտարարություններ լինեն այլ երկրների ներկայացուցիչների կողմից, ովքեր եւս փորձում են խորացնել իրենց հարաբերությունները Եվրամիության հետ, այստեղ առաջին հերթին նաեւ Ուկրաինան պետք է ընդգծենք եւ Զելենսկին կարող է նմանատիպ հայտարարություններ անել, սա մենք պետք է դիտարկենք իրենց շահերի տեսանկյունից։ Այսինքն խոսելով Հայաստանի մասին, իրենք առաջին հերթին իրենց շահերից են ելնում եւ նմանատիպ հայտարարությունները փորձում են ուղղակի շահագրգռել Եվրամիությանը։ Բայց դա ցույց չի տալիս արդյոք, որ Հայաստանը, Մոլդովան, Ուկրաինան եւս մի քանի եվրոպական երկրներ, բացի Հայաստանից նկատի ունեմ, նույն շահն են հետապնդում եւ այդ շահը փոխկապակցված է եւ միմյանց հետ եւ գլխավորապես Եվրամիության հետ։ Ես կասեի ոչ թե նույն շահը, ես կասեի դրսի որոշ ուժերի կողմից կամ ներսի ուժերի կողմից իրենք այդ աջակցությունը ստանում են եւ ես չեմ բացառում նաեւ, որ գուցե կա ընդհանուր ինչ-որ ծրագիր, որով իրենք շարժվում են, որովհետեւ այն գործողությունները, գործընթացները, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում, տեղի են ունեցել իշխանապողությունից հետո 2013 թվականի, այն գործընթացները, որոնք տեղի են ունենում այսօր Մոլդովայում նոր իշխանությունների ժամանակ Սանդոյի գլխավորությամբ, իրենք գրեթե չասեմ 100%-ով, բայց մեծ մասամբ համապատասխանում են այն նույն գործընթացներին, որոնք իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։ Ես դեռ կարող եմ ընդգծել օրինակ եկեղեցու հետ այս հակասությունները, որոնք առկա են իշխանության եւ եկեղեցու միջեւ, այս քարոզարշավը մենք կարող ենք նաեւ կոչել սա եկեղեցու նկատմամբ, նույնը տեղի ունենում իդեպ Մոլդովայում, նույնը տեղի ունենում Ուկրաինայում։ Իդեպ Ուկրաինայում արդեն իշխանություններին հաջողել է տարանջատել այնտեղ ուղղափառ եկեղեցին մի քանի մասի են ըստ բաժանել, այնտեղ մի մասը Լվովում է կենտրոնը, մյուս մասը արևելքում է կենտրոնը, այսինքն նույն ուղղափառ ուկրաինական եկեղեցին իրենք բաժանել են, կոտրել են ընդհանուր գաղափարը։ Հիմա նույնը իդեպ տեղի ունենում Մոլդովայում, այնտեղ են փորձը այդ արվում է, որպեսզի Մոլդովայի ուղղափառ եկեղեցին տարանջատեն միմյանցից, հիմա չգիտեմ ինչն է նպատակը, թույլատնում են եկեղեցին կամ ինչ-որ նպատակներ կան այդ ներսում եւ դրսում, որը ծրագրերը, որոնք իրականացնում են եկեղեցու նկատմամբ, նույնը Հայաստանում է տեղի ունենում։ Հիմա սա պատահականություն որպես անվանել ես չեմ կարող, որովհետեւ քաղաքականության մեջ ընդհանրապես շատ հազվադեպ է, որ պատահականություններ կարող են տեղի ունենալ։ Սա ընդհանուր ծրագիր է, որոնք իրականացնում են եւ այն նաեւ ուղղությունները եւս իրենք նման են միմյանց, օրինակ այդ որ խոսում են Ռուսաստանի ազդեցության մասին, որ Ռուսաստանը կարող է ներխուժել եւ ընտրությունների վրա ազդել, նույնը ժամանակին ասում էին Ռումինիայում, նույնը ասում էին Մոլդովայում վերջին ընտրությունների ժամանակ, նույնը ես վստահ եմ հետագայում երբ որ Ուկրաինայում ընտրություններ մոտակա ապագայում լինեն, Ուկրաինայում են ասելու, այսինքն այս ընդհանուր այս պետություններին միավորում է մի ծրագիր, որը իրենք իրականացնում են, ես չեմ կարող այս բանին ասել այդ ծրագիրը որ ուժերի կողմից է տրամադրված, բայց ակնհայտ է որ նույն ուժերի կողմից եւ այդ ուժերը հավանաբար դժվար թե Չինաստանի, Իրանի կամ Ռուսաստանի հետ առնչություն ունենան, ընդհակառակը, որ մենք տեսնում ենք այդ հակառուսական ծրագրերը, հակաչինական, հակաիրանական, սա խոսում է նրա մասին, որ արևմտյան որոշ կառույցներից են ստանում այդ ծրագրերը։ Եվ գալով արդեն Փաշինյանի վերջին հայտարարությանը, որի համաձայն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը 26 թվականի ընտրություններին պետք է տեր կանգնի արդեն իսկ ձևավորված խաղաղությանը Ադրբեջանի հետ։ Արդյոք Փաշինյանը իրեն չի նույնացնում խաղաղության հետ, անվտանգության հետ, պետության հետ, ամեն դրականի հետ, որի մարմնացումը ինքը իր մեջ է տեսնում փաստացի։
տեսեք 2018 թվականին եւ 2021 թվականի ընտրությունների ժամանակ մի տարածված այդ լոզունգներ նախկինները որպեսզի չգան պայքար էր գնում իբրև թե ներկաների եւ նախկինների միջեւ չնայած երբ որ մենք ուսումնասիրում ենք թե ովքեր են ներկայացնում այսպես կոչված ներկաներին բարձում է ոչ թե իրենք նախկիններն այլ նախկինների նախկիներն են հիմա այս պարագայում երևում է որ այլևս այդ գաղափարը այդ ծրագիրը չի աշխատում այդ լոզունգը այն չունի այն ազդեցությունը որը ուներ ինքը տարիներ առաջ դրա համար իրենք ի հայտ են բերել նոր լոզունգ որը հավանաբար գնալով էլ ավելի է խորացվելու հասարակության մոտ դա այն է որ մենք բերում ենք ձեր խաղաղություն իսկ այն այլ ուժերը հատկապես ընդդիմադիր ուժերը ովքեր մեր դեմ են իրենք ձեզ բերելու են պատերազմ սա իդեպ աշխատել են այլ մի շարք պետություններում եւ իրենք փորձում են սա կիրառել նաեւ այսօր Հայաստանում իհարկե դա ազդեցիկ է լինելու դա էլ պետք է մենք ընդգրկենք որովհետեւ հասարակության գրեթե յուրաքանչյուր ներկայացուցիչ այդ թվում ես եւ դուք չենք ուզում որ մեր պետությունը ներգրավված լինի պատերազմի մեջ դա կարծում եմ որ յուրաքանչյուրից նպատակն է որպեսզի Հայաստանը հնարավորինս ապահովված լինի անվտանգ լինի բայց սա չի նշանակում որ այն իշխանությունը որը այսօր ստանձնել է պետական կառավարումը Հայաստանում եւ 2018 թվականից իշխանության է գտնվում ինքը խաղաղություն է մեզ բերելու ի վերջո եկեք խոսենք փաստերով ոչ թե միայն այս խոսքերով 2020 թվական Կարծեմ հունիս թե հուլիս ամիսներ Տավուշի դեպքերը 2020 թվական սեպտեմբեր նոյեմբեր Արցախյան պատերազմ 2021 թվականի մայիս Սյունիքում էսկալացիա տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբեր նոյեմբեր ամիսները եւս Սյունիքի մարտ Գեղարքունիքի մարտ Վայոց ձորի մարտ 2023 թվականի սեպտեմբերյան էթնիկ զտումները Արցախում Պատկերացրեք, թե ես դա նշեցի միայն այն խոշորագույն էսկալացիաները եւ պատերազմական իրավիճակները։ Սա վերել են մեզ այսօրվա իշխանությունները եւ իրենք այսօր խոսում են խաղաղության մասին։ Այսքան պատերազմ հայ հասարակության գլխին ոչ մի իշխանություն դեռևս չէր վերել։ Եվ այս մարդիկ ուղղակի իրավունք չունեն խոսել խաղաղության մասին։ Եթե ինչ որ մի բան իրենք մեզ կարող են բերել, դա պատերազմ է, դա էսկալացիա է սահմանում, դա միակողմանի զիջումներ է տարբեր հարցերում Եվ դա կապիտուլյացիա է։ Դավոք սա է փաստը։ Փաստը նաև այն է իրենց խոսքերի համաձայն, որ օգոստոսի 8-ից հետո առնվազն այլ իրողությունների հետ գործ ունենք։ Եվ խաղաղությունը արդեն հաստատվել է հենց օգոստոսի 8-ի նախ հաստորագրված խաղաղության պայմանագրով։ Հիանալի արգումենտ է իրանց կողմից բերվում եւ ես հետեւյալը պետք է ընդգծեմ այդ արգումենտը շարունակելով։ Արցախում այսօր այլևս հայեր չեն ապրում։ Արևմտյան Հայաստանում խաղաղությունը արդեն 100 տարուց ավել։ Այնտեղ հայերին չեն սպանում։ Մեր պատկերացումը թե ինչ է իրենից ներկայացնում խաղաղությունը, գրեթե երևի տարբերվում է։ Օրինակ այսօրվա իշխանությունների համար խաղաղությունը այն է, որ հայեր չապրեն այդ տարածքում, բայց խաղաղություն լինի։ Իմ պատկերացումը այն է, որ մենք մեր Արևմտյան Հայաստան դա լինի, Արցախը լինի, Նախիջևանը լինի, Ես հիմա այս պահին խոսում եմ միայն ավելի ճիշտ կլինի կենտրոնանանք Հայաստանի վրա, չխոսենք այդ պատմական Հայաստանը մի կողմ դնենք, բայց իմ նպատակը այն է եւ իմ ցանկությունը այն է, որ հայերը որպես ազգ իրավունք ունենանք ապրել մեր հայրենի տարածքում եւ ստեղծագործենք մեր հայրենի տարածքում։ Սա է ինձ համար գլխավոր նպատակը։ Եվ եթե մեզ զրկում են այդ նպատակից, այդ հնարավորությունից, ստիպում են որ մենք դառնանք փախստական Եվ մեր ճարը գտնենք օտարյակյա ափերում, սա խաղաղության մասին չի։ Սա պարտության մասին է, սա միակողմանի զիջումների մասին է, սա այն վտանգների մասին է եւ ռիսկերի մասին է, որոնք ել ավելի շատ կարող են լինել հետագայում։ Եվ մի օր մենք կարող ենք ուղղակի արթնանալ եւ իրենք կարող են ասել, որ գիտեք ինչ, խաղաղությունը այլևս Սյունիքում, խաղաղությունը այլևս Արարատում է, Գեղարքունիքում է եւ ընդհանուր միջև Երևանն է հասնելու այդ խաղաղությունը։ Բայց խաղաղությունը լինելու է իրենց պատկերացմամբ այդ խաղաղությունը, որ այլևս ոչ մի հայ չկա, բայց խաղաղություն կա։ Ես կարծում եմ, որ Հայաստանում ապրող, ինչպես նաև Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների մեծամասնությունը այս գաղափարը չի կարող կիսել։ Եթե մենք չունենք հայրենիք, եթե մենք չունենք հնարավորություն ապրել եւ ստեղծագործել մեր հայրենիքում, ապա այն ինչ խաղաղության մասին կարող է խոսք գնալ։ Հակաեկեղեցական արշավի մասին խոսեցիք, բայց գլոբալիստական տեսանկյունից Հիմա փորձենք այլ տեսանկյունից մոտենալ հարցին, դու երկար ժամանակ ինչ Վրաստանում ես ապրում եւ հայտնի է վրացիների
զգացողությունները, այն կարմիր գծի հասկացողությունը հատկապես եկեղեցու նկատմամբ, եկեղեցականների նկատմամբ, ինչպես են տեղի փորձագետները կամ վրացիները ինչու ոչ ընկալել, ըմբռնել Փաշինյանի այս խոսքերը, այս քայլերը հենց եկեղեցու հետ կապված, վեապարի հետ կապված։ Տեսեք, իդեպ բավականին հետաքրքիր է, որ 2003 թվականի, 4 թվականի իրադարձություններից հետո, երբ որ իշխանափոխությունը տեղի ունեցավ Վրաստանում եւ իշխանության եկավ Միքայել Սաակաշվիլին, ինքը եւս փորձում էր նմանատիպ ծրագիր իրականացնել եկեղեցու նկատմամբ, իրեն չհաջողեց դա, որովհետեւ մեծ համախմբում կար եւ մինչ օրս մնում է եկեղեցու շուրջ, կարծում եմ նույնը Հայաստանում է տեղի ունենալու, այսինքն այն նույն ծրագիրը, տեսեք էլի այդ նույն կենտրոններից ենք խոսում, որ ընդհանուր ծրագրեր ինչ որ ունեն, երբ որ գալիս են իշխանությանը, այսօրվա իշխանությունները Հայաստանի Հանրապետության, որ սկսել են այդ արշավը եկեղեցու նկատմամբ, գրեթե վստահ եմ, որ իրենց մոտ էլ նույնպես չի հաջողելու եւ մեր հանրության զգալի մասը իրենց հնարավորություններով կպաշտպանեն մեր եկեղեցին։ Մենք այլ եկեղեցի չունենք, սա միակ եկեղեցին է, մեր ազգային եկեղեցին է, որը տարբեր դարաշրջաններում, երբ որ մենք անգամ պետականությունն ենք կորցրել, միակ կառույցն էր, որը ապահովել է մեր գոյությունը այս տարածաշրջանում եւ հնարավորություն է տվել տարբեր այլ պետություններում մենք որպես հայերս պահպանվենք եւ չձուլվենք։ Դրա համար հայ ազգը եւս ինչպես եւ վրացիները պետք է համախմբվեն եկեղեցու շուրջ եւ թույլ չտան, որ ինչ որ պարակտումներ տեղի ունենան, ինչ որ հարձակումներ եկեղեցու նկատմամբ լինեն եւ այն քարոզությունը, որ այսօր իրականացում է եկեղեցու նկատմամբ, դա չդառնա որպես փաստարկ, հա, ժողովրդի համար կամ անտեսեն այդ ամեն ինչը, դա անտարբեր վերաբերվեն տամիշին, սա մենք ուղղակի իրավունք չունենք որպես հայերս թույլ տանք, որ դա տեղի ունենա։ Ինչ վերաբերում է Վրաստանի քաղաքացիների, հասարակության ներկայացուցիչների կարծիքների, տարբերվում են։ Օրինակ, եթե մենք խոսում ենք ընդդիմության ներկայացուցիչների մասին, ովքեր մեծ մասը այսպես ռադիկալ արևմտյան ինչ որ գաղափարներ ունեն, իրենք եւս աջակցում են այսօրվա իշխանություններին Հայաստանի Հանրապետության եւ ինչու ոչ, իրենք եւս այդ նույն կարծիքի են, որ իշխանափոխության պարագայում Վրաստանում նույն այդ ճակերտների մեջ ասենք լյուստրացիան պետքա տեղի ունենա եկեղեցու նկատմամբ նաեւ Վրաստանում։ Բայց եթե մենք խոսում ենք հասարակության ավելի sense լայն շերտերի մասին, եթե մենք խոսում ենք այսօրվա իշխանությունների ներկայացուցիչների մասին, քաղաքական գործիչների մասին, ովքեր հնարավորինս օբյեկտիվ են գնահատում իրականությանը, ապա բավականին զարմանքով են մոտենում այդ հարցերին, որովհետև մի քանի տարի առաջ, եթե որևէ մեկը իրենց ասեր, որ նմանատիպ գործողություններ կարող են Հայաստանի իշխանությունները իրականացնել սեփական եկեղեցու նկատմամբ, ապա բոլորը կծիծաղեն եւ քմծիծաղով կմոտենային նման կարծիքի։ Բայց այսօր սա իրականություն է դարձել եւ ես երբ որ խոսում եմ գործընկերներից հետ Վրաստանում, իրենք զարմանքով են այս ամեն ինչին մոտենում, թե ինչպես ընդհանրապես ժողովուրդը թույլ է տալիս, որ այդ իշխանությունը, որ նման պահվածք ունի, որը իր քաղաքականությամբ հասել է նրան, որ Արցախը ամբողջությամբ օկուպացված է, որը այդքան մահ է բերել սեփական ժողովրդին, այսօր նաեւ իրեն այնքան լավ է զգում իշխանությանը, որ կարող է նման վարկած թույլ տալ եւ նման հարձակումներ եկեղեցու նկատմամբ։ Եվ վերջում խաղաղության սպասվելիք պայմանագրից խոսենք, փաստացի թուրքական կողմը ասում է, որ հաջորդ տարի մինչև տարվա կես այն կնքվելու է։ Սա քարտ բլանշի համար է, որպեսզի Փաշինյանը վերընտրվի, եւ եթե այո, ապա եթե Փաշինյանի հաղթանակը տեղի չունենա, ապա ինչի է պատրաստ ադրբեջանական թուրքական կողմը, արդյոք կկրկնվի 21-ի սցենարը, երբ աջակցություն հայտնեցի, պատրաստակամություն փաստացի հայտնեցին գալ Հայաստան իրենց ուժերով եւ պաշտպանել Փաշինյանի իշխանությունը։ Հեղաշրջման փորձի ժամանակ, այսպես ասած։ Երբ թուրքական կողմը ընդգծում է, որ 2026-ի կեսերը պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիրը եւ սահմանները պետք է բացվեն, ես կարծում եմ խոսքը հենց սրա մասին է գնում, գալիք ընտրությունների մասին է, որ իրենք աջակցում են սրանով այսօրվա իշխանություններին եւ ցենց սպասողական դիրքորոշում են զբաղեցրել, սպասում են, որ ընտրությունները անցնեն եւ վերջնական որոշումը կայացնեն։ Ի վերջո Թուրքիան պետք է ընդունենք, որ լուրջ
խաղացող է միջազգային ասպարեզում եւ հատկապես մեր տարածաշրջանում եւ նման լուրջ խաղացողները ուղղակի իրենց իրավունք չեն կարող նման տալ, որպեսզի ստորագրեն ինչ-որ փաստաթուղթ, հետագայում ընտրություններում այդ իշխանությունը պարտվի, որի հետ իրենք դա ստորագրել էին, գա նոր իշխանություն եւ վերանայի այդ փաստաթուղթը։ Քանի որ կան նաեւ իրենց մոտ գուցե հաշվարկները, որ կարող է ընտրությունների ընթացքում այսօրվա իշխանությունը չվերընտրվի, ապա իրենք սպասողական դիրքորոշում են զբաղեցրել, բայց միևնույն ժամանակ փորձում են հնարավորինս աջակցել։ Եվ այն, որ օրինակ այսօր իշխանությունները խոսում են, որ 1.5 տարի է, թե ավելի քիչ է, չգիտեմ ինչքան ժամանակ, որ իբրև թե կրակոցներ չկա սահմանում, հենց նաև դրա մասին է խոսում։ 1 տարի 8 ամիս եւս դրա մասին է խոսում, նախ իհարկե պատճառը գլխավոր այն է, որ Արցախը ամբողջությամբ օկուպացված է եւ այնտեղ հայերը այլևս չեն ապրում, բայց երկրորդ պատճառը այն է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են սրանով այդ խաղաղության գաղափարի կեղծիկը ներտարածել հայկական հանրության մոտ։ Ես սրանով ցույց տամ, որ իբրև թե իսկապես խաղաղություն է սահմաններում, բայց սահմանները փակ են մինչ օրս, բացված չեն, չնայած ես չեմ կարծում, որ իհարկե մոտակա ապագայում այդ սահմանները կարող են բացվել, բայց այնուամենայնիվ որոշ տեղերով կարող է նաև Թուրքիան, ինչպես նաև Ադրբեջանը բացեն մուտքը, որպեսզի երրորդ երկրի ներկայացուցիչները իրավունք ստանան անցնել սահմաններով։ Սա եւս այդ խաղաղության համատեքստում իրենք կարող են օգտագործել ի օգուտ այսօրվա իշխանությունների Հայաստանի Հանրապետության եւ մի շարք այլ ծրագրեր կան, օրինակ իդեպ սա էլ պետք է մենք քննարկենք, որ կա վարկած նմանատիպ, որ ընտրությունները կարող են ավելի շուտ անցկացվել Հայաստանում, որովհետեւ Հայաստանում այսօր ձևավորվում են նոր ընդդիմադիր ուժեր, օրինակ մեր ձևով շարժումը, որը մոտ ապագայում արդեն քաղաքական ուժ է դառնալու, կուսակցություն է դառնալու, օրինակ Արման Թաթոյանի կողմից ստեղծված քաղաքական ուժը, մի շարք այլ ուժեր, որոնք այսօր ասպարեզում առաջանում են եւ քննարկումներ է տեղի ունենում, որպեսզի ընդհանուր մեծ բլոկներ ընդդիմադիր ստեղծեն, սա իհարկե որպես ռիսկ եւ վտանգ է համարվում այսօրվա իշխանությունների համար, վերջերս որ իրենք ընտրեցին շտաբի ղեկավարը այդ ընտրությունների ժամանակ թե ով է ղեկավարելու Արայիկ Հարությունյանի ընտրության պահը, սա եւս խոսում է դրա մասին։ Մինչև ընտրությունները 8 ամիս կա, բայց դուք հիմա եք այդ որոշումը կայացնում։ Ինչու եք շտապում։ Գուցե իհարկե կա ինչ-որ մեծ ավելի երկարատև ծրագիր, դրա համար իրենք sense արագորեն այդ ընտրությունները անցկացրեցին, որպեսզի արդեն իսկ հիմիկվանից սկսեն այդ ծրագիրը մինչև մայիս-հունիս իրականացնել, բայց չպետք է բացառենք, որ իրենք շտապում են եւ որպեսզի թույլ չտան, որ այդ նոր ընդդիմադիր ուժերը ձևավորվեն եւ ունենան ինֆրաստրուկտուրա շրջաններում հանրության մոտ ավելի ազդեցիկ դառնան, իրենք կարող են արագացնել process-ները եւ էջմիածնում կայանալիք ընտրություններից հետո, եթե այնտեղ էլ եւս պարտվեն, խոսեն նրա մասին, որ իբրև թե Հայաստանում ճգնաժամ է առաջացել, որովհետեւ մի քանի շրջաններում հաղթել է ընդդիմությունը եւ սա որպես պատճառ կարող են օգտագործել, որպեսզի արտահայտ ընտրություններ անցկացնեն պարլամենտական։ Եվ այդ արտահայտ ընտրությունները կարող են տեղի ունենալ օրինակ հունվար կամ փետրվար ամիսներին։ Սա առաջին հերթին թույլ չի տա, որպեսզի ընդդիմությունը ամրապնդի իր դիրքերը քաղաքական դաշտում։ Եվ երկրորդը, ձմեռվա ամիսները հավանաբար քիչ մարդիկ են գնալու ընտրատեղերը, սա եւս իրենք օգտագործեն ադմինիստրատիվ ռեսուրսները օգտագործելու համար, եւ երրորդը, եթե հանկարծակի սկսվի ինչ-որ շարժում, որովհետեւ ընտրությունները հավանաբար կեղծվելու են, ապա ձմեռը երկարատև շարժում դժվար թե Հայաստանում լինի։ Այսինքն կան այս 3 հստակ պատճառները, որոնք կարող են դրդել այսօրվա իշխանությունների Հայաստանի Հանրապետությանը գնալ արտահայտ ընտրությունների։ Եվ սրանով իրենք նաև կարողացնեն այն process-ները, որոնց իրենց դրդում են դրսի ուժերը, տարբեր ուժերը, իդեպ մի ուժի մասին խոսքը չի, այդ խաղաղության համատեքստում, միակողմանի զիջումներ, ուրեմն սահմանները բացելու համատեքստում, ճանապարհները բացելու համատեքստում, այս ամեն ինչը կարող են իրենք արագացնել։ Գուցե դրսից եւս իրենք դրդում են, որպեսզի արագացնեն process-ները։